Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այսօր ինձ համար շատ կարևոր օր է, ես երկար ժամանակ հանրահավաքների չէի մասնակցում, բայց երբ իմացա Միասնություն դաշինքը գալիս է այն վայրը, որտեղ իմ տատն ու պապն են ապրել, որտեղ իմ մոր եղբայրն է ապրում, ես չէի կարող մասնակից չլինել եւ չկանգնել արժանապատիվ հայ կողքին։ Հիմա հայոց ողջ տարածքներում այնքան հեշտ է ընտրություն անելը։ Ընտրությունը երկու բանի մեջ է՝ պարտության եւ հաղթանակի։ Մի կողմում պարտության սիմվոլների սատարող մարդիկ են, ովքեր գնացել են կանգնել են նրա կողքը, ու մեր թշնամի երկրի ղեկավարը ասում է ալկաշ գորնափշտիկ։ Սրանք ինքնական գնացել իրանց վրա են վեկանում, չհասկանալով, որ պատիվ չի բերում կանգնել մի մարդու կողքը, ով պարտություն է բերել մեր երկրին, ով մեր հաղթության օրերն է ջնջել, ով եռատոնը մեր տոնը, մայիսյան այդ տոների տեղատարափը հեռացրեց եւ հիմա ասում է դες իրական Հայաստան եմ կերտում։ Ստի մեջ ապրող ստակոլոլես գոյանքը, որի վերնագիրը Փաշինյան Նիկոլ է, այսօր էլ ուզում է խապելով, ստելով, կարողանա ձայներ կորզել, որովհետև Արցախը հաջողությամբ հանձնելուց հետո, այդ իր մտածելով հաջողությամբ, դրա պատասխանը տալու է սերնդես սերունդ, հիմա ուզում է Հայաստանը հանձնել եւ մի պարզ միտք ունի, համար Հայաստանը վերացնեմ ոչ սահման կունենաք պաշտպանելու, ոչ ստեղ ընդեղ խնդիր կունենաք, խելագար հայտարարությունները, որ կադաստրի թուղթը չունենք, ես չունենք, մի հատ ժեշտ վեկալած ֆրֆրալով ստեղ ընդեղ խափում էր, կուտ էր տալիս, նորից հիպնոսացնում էր համայնքներին, բայց հիմա ուրախություն մեզ, մեր մտավորականները, մշակույթի գործիչները ոտքի կանգնած հայտարարում են, եւ դերասաններ, եւ երգիչներ, եւ գրողներ, չսատարեք պարտության սիմվոլներին, նրանց կողքը չկանգնեք, կանգնեք հաղթություն բերողների հետ, Վալոդյա Գրիգորյանի կողքը կանգնեք, ով գալիս է արժանապատիվ հայի կենսագրությամբ, ում հայրը համայնք է ղեկավարել եւ ամեն ինչ արել է, որ հոգա այդ համայնքի խնդիրները, եւ հիմա իր զավակն է գալիս է պատվով, գալիս է արժանապատիվ հայի կենսագրությամբ եւ չի գալիս ողջունելու են պարտությունը, որը քպայական համայնքը բերեց եւ մինչեւ հիմա հպարտանում է, աշխարհում չեք գտնի որևէ մեկին, անգամ խելագարանոցներում, որ ասի ես հպարտանում եմ իմ պարտությամբ։ Դա մենակ այստեղ կա, այստեղ այդ գոյանքը ստեղ է ապրում։ Էլ եմ ասում, վերնագիրը Փաշինյան Նիկոլ։ Ուրեմն սիրելիներս, ես շատ ուզում եմ, որ բոլորդ այս անգամ ասեք մարդկանց, որ ոչ թե անձերի միջև է, այլ գաղափարի, հայրենիք ունենալ չունենալու մեջ է խնդիրը։ Ես գիտեմ, որ նաև մի քանի արժանավորել կան, որոնք ներկայացնում են իրենց շարքերը, բայց չգիտես ինչու մտածում են դե հա էլի իրենց կներենք, էլի, որովհետև դե իրանք պիտանի բան են ուզում անեն, չեք կարող անել, պարտության կողքին հաղթանակներ չի լինում, ծաղրված մարդը չի կարող արժանապատիվ կերպով բանակցություններ վարել։ Սիրելիներս, այս համայնքը ինձ համար շատ թանկ համայնք է, շատ ուզում եմ, որ այստեղ 90%-ով հաղթություն բերենք Վալոդյա Գրիգորյանին, որը մեր հաղթանակը կլինի, դեպի հաղթանակ, հաղթանակի սկզբին, պարտության սիմվոլներին վռնդենք մեր երկրից, գաղափարականությունը փոխենք, բերենք, վերջապես բերենք հաղթությունը, այն հիշողությունը, որը մեր նախնիներն են մեզ կտակել, հեռու չեն պատերազմը, որի արդյունքում մենք գնում էինք Շուշի, իդեպ Շուշի վերջին մարտերը, իմ զավակն էր հրամանատարը Վաչագան Մանուկյանը իր ջոկատով, ամենավերջին օրը, բայց քանի որ ես դուխով տերյակեքը անգամ զինամթերք հասցնելու կարողություն չունեցան, որտուց ամբողջ ջոկատը քունքից խոցվեց թուրք դիպուկահարների կողմից, որը քաղաքական խայտարակ պարտություն էր, այս դուխով տերյակեքը չկարողացան անգամ քաղաքական անվտանգությունը ապահովել, որ եթե կռվեինք այդ ինչը Ադրբեջանի ոչ թե ամբողջ աշխարհը Իսրայել, Պակիստան, Թուրքիա, հասկանում եք ինչ էր արել։ Իր ողորմելի քաղաքականության արդյունքում մեզ կանգնեցրեց պատերազմի աշխարհի դեմ, բայց մենք էլի հաղթությամբ եկանք, պատվով եկանք, եւ ես ուզում եմ այդ արժանապատվության հաղթանակի հիմքը դնենք, կեցեք դուք։